Տրամադրություն միլիոնի վրա։ Crypto King-ը ամենահաճույքով կարելի ասել քո տաղավարը եկել։ Տրամադրությունս ապահովեցիր այսօրվա։ Ես անպայման հեսա էքսկլյուզիվ տեքստեր կասեմ ձեր լսողների համար։ Համակարգեր են ստեղծվել այդ ստրկացման համար։ Ու այդ համակարգերի գագաթնակետը ամենաթոփ լավ ձևը դա ֆինանսական համակարգն է։ Մինչև հիմա մարդկությունը համարում էր, որ դա անլուծելի է։ Դաժե եթե խոսքը գնում է նրա մասին, որ պետությունը շատ լավն էլ լինի, չենք ասում տոտալիտար պետություն, հա, որ բանը։ Միևնույնն է, բանկային սեկտորը քեզ ստրկացնելու։ Այդ բանկային սեկտորը հիմնականում քո երկրին չի էլ պատկանում, հա, իր բաժնետոմսերը, օուներները Փայտերը տարբեր երկրների, տարբեր շահեր են սպասարկում։ Մարդու թույլ տեղը իր ֆինանսներն են։ Հենց պատերազմ չի եղել, որը բանկերի շուրջ չի եղել։ Մի հատ արտահայտություն կա, մի հատ շատ հայտնի մարդ արել, որի դեմքը դոլարի վրա է նկարած։ Ինքը ասել է all wars are bank wars։ Բոլոր պատերազմները բանկերի պատերազմներ են։ Մենք չենք փորձում ապացուցել, որ բիթքոյնը հաղթել է, բիթքոյնը հաղթել է։ Մենք ուղղակի պատմում ենք, որ բիթքոյնը հաղթել է։ Կրիպտոն էսա խաղաքարերը խառնում է։ Շատ հաճախ ասում են CIA-ի սարքածնա, ՑՌ-ի սարքածնա, իրանց սարքածնա, ոնց թողեցին։ Այս բիթքոյնից ավելի վնաս այս master plan-ին ընդհանրապես հնարավոր չէր մտածել, որտեվ ալտերնատիվա տալիս։ Կա նման բացասական վիճակագրություն, որ Էլ Սալվադորում կամ Սինգապուրում կամ Դուբայում զարգացել է փողերի լվացումը, դրա պատճառով կամ տերորիզմն է զարգացել։ Կա վիճակագրություն, որ չի զարգացել ու ամեն ինչ լավ է, Էլ Սալվադորում էլ չեմ ասում, Էլ Սալվադորը ավելի ապահով այդ հեմիսֆերայի ամենաապահով վայրն է։ Ինչ կապ ուներ ձեր բանկ տանելը տերորիզմի դեմ պայքարի հետ։ Հիմա եթե ուզենա ինչ որ մեկը 4 միլիարդ դոլար Հայաստան ներդնի, ինչ է կարծում եք կարողանալու դա անել։ Ոչ մեկը չի կարող միան ստոպ տա ու ոչ մեկին չպետք է հարցնես։ Էլ չկա այն հարցը, որ այս պետությունը սրա հետ լավ է, լավ չի, վաղը ինչ կլինի։ Դիտորդներ ջան, մենք հյուր ենք ունեցել Crypto Queen Անահիտ Համբարձումյան, ունեցել ենք Web3 Wolf Արամ Մուղալյանը, բայց այսօր իմ հյուրն է Crypto King-ը Արտյոմ Հարությունյանը։ Արտյոմ Հարությունյանը շատ համեստ է, չի սիրում իրան ներկայացնել ոնց որ կա, բայց ես մի երկու բառով էլի Արտյոմ ջան գոնե Web3 համայնքի հիմնադիր, Blockstars ընկերության հիմնադիր Արտյոմ Հարությունյանն է այսօրվա մեր հյուրը։ Արտյոմ ջան, բազմիցս խոսել ենք տարբեր կողմերից անդրադարձել ենք կրիպտոյի առավելություններին, առանձնահատկություններին, տարբեր կողմից։ Բայց այսօր դու մեզ երևի ամենալավը կներկայացնես հենց թվային սուվերենության մասին, սկսած անհատի սուվերենությունից մինչև պետության սուվերենություն։ Մերսի Ռավերի համար Ստելա ջան, ամենահաճույքով կարելի ասել քո տաղավարը եկել։ Թող չնեղանան արկոմեդիայի տղեկը։ Տրամադրությունս ապահովեցիր այսօրվա։ Ընդհանուր առմամբ չգիտեմ, Crypto King երևի քեզնից բացի չեմ լսել, հիմնականում ավելի շատ կրիպտո պեշկա բանն է։ Ու Web3 հիմնադրամի համահիմնադիրներից դու համեստ ես, դու թույլ չես տալիս։ Ընդհանուր առմամբ խոստանում եմ մի անգամ անպայման կգանք խորը Web3 product-ներից կխոսանք, ավելի երբ որ արդեն մասաները բոլոր թեմաները լսած կլինեն, բայց այսօր խոսանք մի հատ բանից, որ շատ հաճախ անտեսվում է։ Վստահ եմ լիքը հիմա քո ունկնդիրներից կան, որ կրիպտո տրեյդինգից շատ ուժեղ են, շատ ավելի ուժեղ, քան ես երբևիցե կլինեմ, կամ ուրիշ սֆերաներ Web3 հետ կապված, որ շատ լավ են հասկանում, բայց այստեղ մի հատ բան կա, որ հաճախ տարբեր կողմերը էս բաց են թողում, այդ սուվերենության հարցն է, ու եթե անգամ լսած էլ կլինեն, մեր ուսանողները, մեր լեկցիաները լսողները բան հաստատ լսած կլինեն, մի անգամ էլ թող կրկնենք, հա։ Եթե չեն ուզում լսեն, թե մյուտ տնեն, ուղղակի քեզ նայեն։ Չէ, տարբեր տեղերում խոսել ես, բայց իմ դիտորդները առանձնահատուկ են, ես ուզում եմ մի հատ իրանց համար ավելի պարզ ներկայացնես, որ իրանք ավելի խորքային տեսնեն կարևորությունը, հա, կրիպտո ինդուստրիայի։ Ես անպայման հեսա էքսկլյուզիվ տեքստեր կասեմ ձեր լսողների համար, բայց մեր ուսանողների համար չէ, չգիտեմ, եթե գիտեք թե չէ, Հայաստանում կա Web3 բակալավրիատը, աշխարհում առաջին, որտեղ պոլիտեխնիկ համալսարանում ուսանողները գալիս են, սովորում են հենց մաքուր Web3, ոչ թե տրեյդինգ, ոչ թե այլ բան, այլ հենց ծրագրավորում, ինչպես պայքարել բանկերի դեմ, ինչպես վերականգնել արդարությունը, ինչպես չմռնվել այդ ամեն ինչը անելուց, մի խոսքով full Web3։ Ասել ենք, բայց թող նորից իմանան անպայման, հիշեն ու դիմեն։ Դիմեն, իհարկե դիմեն։ Նոր ոլորտ, նոր տեխնոլոգիաներ։ Հիմա փորձեմ էքսկլյուզիվ ասեմ, եթե վերցնենք մարդկության պատմությունը, հա, մի հատ մոռանանք մի պահ այս կրիպտոները, ամեն ինչը։ Մարդկության պատմությունը ինքը
ոչ մի գեղեցիկ բան տեղ չի տանում ընդհանուր էլի։ Ընդհանուր միշտ պատերազմներ անverջ, ինչի համար անհասկանալի է։ Ընդհանուր մարդկանց վիճակը գնալով վատանում է միշտ։ Հարուստները ավելի են հարստանում, աղքատները ավելի են աղքատանում, ու այդ բանը հին Եգիպտոսից մինչև հիմա որ նայես, այդ տենդենսը, հա, ու մարդկությունը միշտ դրան է գնում ու գնում է նաև նրան, որ այո, կարան հազվագյուտ հատուկ են առանձին դեպքերում ուժ ունեցողները մարդկանց համար բան անեն, բայց հիմնականում ուժ ունեցողները անում են ավելի շատ մարդկությանը ստրկացնելու համար։ Ու այդ ստրկացնելու համար կան շատ համակարգեր, փորձարկել են բոլոր ժամանակներում, ոնց որ ասենք крепостное право, որ բան ունեք ձեր իշխանը, որին բոլորին այդ գյուղացիները ենթարկվում են անկախ նրանից ծնված օրվանից իրանք պարտավոր են ենթարկվել։ Դու ունես ասենք կոմունիզմ, հետո ունես կապիտալիզմ, որը ավելի իրանք ստրկացման հետաքրքիր տարբերակներ են, որտեղ դու ոնց որ թե ստրուկ չես, շղթաներ չկա վրդ, բայց ծնված օրվանից ամեն ինչ կարաս անես, կարաս ամեն ինչ գնես, բայց պետքա շատ աշխատես դրա համար, աշխատանք պետքա գտնես, տուն ունենալու համար, տարական ուտելիքի համար, չես կարող գնաս լյուբոյտեղ աճացնես, հա, դաժե հողը պետք է առնես, աճացնես եւ այլն։ Ինչ որ համակարգեր են ստեղծվել այդ ստրկացման համար, ու այդ համակարգերի գագաթնակետը ամենաթոփ լավ ձևը դա ֆինանսական համակարգն է։ Վերջի վերջո, եթե մարդկանց արգել ես հավ պահեն, որպեսզի հաց չուտեն, մի ուրիշ լուծում կգտնեն, մյուսը, բայց այս համակարգերի խորքային ինքը շատ երկար լեկցիաների առարկա է, շատերը դաժե տնտեսագետներն այն չեն ինչ որ կետերի հետ համաձայնի, բայց ընդհանուր առմամբ այդ համակարգի անկյունակարը, այդ պիրամիդայի գագաթնակետը ֆինանսական համակարգն է, որ բերել են այդ ստրկությունը ֆինանսական համակարգին, ինչպես պետությունների ներսում, որպեսզի կապիտալիզմը աշխատի, մարդիկ ստրուկի պես անverջ աշխատեն, պետությունը տպում է փողեր, այնպես էլ միջազգային հարթակում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ամերիկան կարողացավ սղծնի այդ վիճակները, որ միջազգային փող լինի դոլարը, արդեն շատ վստահ եմ ստեղ խոսվել է, որ դոլարը անverջ տպում են դրա համար դեֆլյացիա, դրա համար մեծ բիտքոին եւ այլն, բայց այս ֆունդամենտալ խնդիր է, շատ ֆունդամենտալ խնդիր է, որտեղ եթե Ամերիկան անverջ դոլար էլ չտպեր, դրամի պատմությունը եթե նայես, այո, ոսկի էր, ոսկով պահված էր, ինչ որ պահի միշտ գալիս է էկոնոմիկան նրան, որ պետքա այդ փողից լինի, փողը տպես ու դու իրան անարդար ես տպելու, ինչ պետություն ուզում լինես։ Սովորաբար այդ անարդարությունը տարածվում է քո քաղաքացիների վրա, Ամերիկայի անարդարությունը տարածվում է ուրիշների վրա։ Ասում եմ, երբ որ պետությունը շատ փող է տպում, սովորաբար իրանց խնդիրն է, երբ որ մենք ենք շատ փող տպում, դա էլի իրանց խնդիրն է, այտենց վիճակ կա։ Ու շատ եմ խոսում, թե թողեմ հարցը։ Ես չեմ ուզում քեզ ընդհատեմ, ուզում եմ ամբողջ ժամանակս քո խոսքով լցվի։ Շատ լավ։ Ու օքեյ, հասկացանք, տպվում է, ստրկացնում են, այդտեղ շատ գաղտնիքներ չկա։ Նենց չի, որ ինչ-որ conspiracy theory կամ յուրահատուկ գիտելիքներ եմ տալիս, բայց այդ խնդրի լուծումը, եթե հիմա մարդիկ մտածում են, որ ամերիկան դոլար չունենա, Չինաստանը իր տեղը գա, դու փոխարինում ես մի գեգեմոնին մյուսով։ Ոնց անենք, որպեսզի դրան մեծ լուծում տանք, էլի։ Մինչև հիմա մարդկությունը համարում էր, որ դա անլուծելի է, որտեղ եթե դրան փոխարինես, ասենք, ոսկով անհնար է գնալ խանութում տենց այդ շրջանառությունը անել։ Երբ որ իրան ասում ես ոսկով բեկտ թղթերով, հա, այսինքն թուղթը, որը ներկայացնում է ոսկի, միշտ էլ կգան այդ թուղթը կտան, ինչ որ դեպքում ոսկին հետ չեն տա, շատ է տենց եղել, Շարլ դե Գոլը, երբ որ Ֆրանսիան ուզեց իր ոսկիները հետ փողը տալով չտվին եւ այլն։ Այսինքն ֆունդամենտալ էսի, որ կամայական տնտեսագետ կլասիկ չի կարող պատկերացնել, որտեղ իրանց մեջ ֆունդամենտալ այդ կառոպկի մեջ են դրել, որ սրան լուծում չկա, դու ինչ լուծում էլ պատտվում ես տալիս ես, բա որ այդ ոսկին արժե զրկվի, բա որ ալխիմիկները ոսկի ճարելու ձև գտնեն եւ այլն։ Ու ստացվում է, որ այնով որ ուժեղը մյուսներին պարտադրելու է իր գումարը եւ բերի շատ վատ վիճակների։ Դա մեկ։ Երկրորդը, անկախ նրանից թե այդ գումարները ինչ վիճակում էր, երբ որ տանում են պետության անհատին, տանում են cashless society, այսինքն անկանխիկ մարդկանց, որ կանխիկը ձեռից վերցնում են։ Դե առաջին հայացքից իհարկե կան ինչ-որ լիբերալ խոզուկներ, որ կոմենտներել են գրում իդեպ մեր վիդեոների, ձեր վիդեոներին տակել, դե բա փողերի լվացումը տենց քչանում է եւ այլն։ Բնականաբար միշտ ասելու եմ կամայական խղճուկ վաղկոտ էակ միշտ բոլոր վատ արարքները արդարացնելու է ինչ որ մի հատ ավելի սիրուն բանով, հա։ Տերորիզմի դեմ ենք պայքարում,
կատուների տանջելու դեմ ենք պայքարում, չգիտեմ, փողերի լվացում եւ այլն, բայց այդ անվան տակ ցես տանում են cashless society, որտեղ պետք է բանկով անես փոխանցումներ, շատ լավ, բանկով ենք անում, դրամով, օրինակ, երբ որ դուք ձեր գրպանում դրամ ունեք, ամեն դեպքում այո, կարող գնաք ինչ-որ կաֆե ձեզ չսպասարկեն, բայց դա ձերն է, ու եթե դուք օրենք չեք խախտել, վերջի դուք պետքա կարողանաք ապրել դրանով ինչ-որ բան անել, օգտագործել։ Երբ որ լիներ օրինակ պետական բանկ, ոնց որ սովետական միությունում էր, ու դու գնայիր Իրանում լսնեիր գումարներդ ու կարողանայիր դրանով on-line առևտուր անել։ Այո, կլիներ հարմար, ու եթե դու օրենք չես խախտել, դու անհանգստանալու բան չունես, բացի այն դեպքերից, երբ որ պետությունը կգնա բանկրոտ, երբ որ միջպետակ մի խոսքով այդ կազուս դեպքերում։ Հիմա դու այդ ամեն ինչը լոբիստները, թվային ստրկություն, դվային գուլագ մեր վրա բրթողները ինչ են անում, ասում են, այո, պետք է այդ ամեն ինչը լինի սիրուն, բանկ պետք է լինի, ընդհանրապես խոսք չկա պետական բանկի մասին, փորձես պետական բանկ անես, վերջին բոլոր փորձածների վերջը ինձ թվում է գիտեք, մանեք Քադաֆի, Հիտլեր եւ այլն, ինչ է լինում։ Պետական բանկ չկա, կա մասնավոր բանկեր, ու այդ մասնավոր բանկերը իրավասու են ձեր այդ ինչ ուզում են անեն։ Հիմա էլի օրենքի մարդիկ ընդեղից եթե լսում ենք, ասեն դե ոնց կա տենց կարգավորումներ կա, բաներ կա, ոչ մի բան էլ չկա, ձեզ ինչ ուզեն ու ինչ դիրքերով ուզեն, անելու են ու արդեն անում են, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում։ Ինչա տեղի ունենում։ Դու ունես մասնավոր ընկերություն, որը կարա քեզ չսպասարկի տարբեր պատճառներով, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ։ Կարան ասեն, որ քո տրանզակցիաները մեր համար կասկածելի են։ Կարան ասեն, որ չգիտեմ, քո պատմությունը նայել ենք, անհասկանալի է։ Ընդ որում այդ որպեսզի այդ հարցին պատասխանեն, իրանք պետք է լուրջ դատական process-ներով անցնես։ Այսինքն տեսականորեն կամ բանկ, եթե 8 բանկ ունենք, 8-ն էլ որոշեցին, որ ձեզ չեն սպասարկելու, դուք Հայաստանից կտրված կմնաք, որտեղ շատ տեղերում, ասենք 200,000 դրամից ավել կանխիկը հանած է, չեք կարա ինչ-որ բան անել։ Եթե որոշեն ձեր գումարները, որ պետքա սառացվի, դե հələ գնա ստացի, ինչքան պետքա դատարաններով անցնես, վերջում կստանաս, չստանա, կստանաս իրանք չեն էլ պատժվի դրա համար, բայց ամենայն հավանականությամբ չստանա։ Այդ սուվերենության մասին է անհատի, որ դաժե եթե խոսքը գնում է նրա մասին, որ պետությունը շատ լավն էլ լինի, չենք ասում տոտալիտար պետություն, հա, որ բանը։ Միևնույնն է, բանկային սեկտորը քեզ տրկացնելու։ Այդ բանկային սեկտորը հիմնականում քո երկրին չի էլ պատկանում, հա, իր բաժնետոմսերը, օուներները, փայտերը տարբեր երկրների, տարբեր շահեր են սպասարկում, անգամ ինտերնացիոնալ կառույցների շահեր են սպասարկում, այնտեղ արդեն երկիրն էլ կապ չունի։ Այդ երկրի ներսում ստրկացման process-ը ինքը լրիվ ռեալ է, ինքը ահավորվածն է ու ինքն է պատճառը, որ օրինակ մեր տարբեր քաղաքական գործիչներ եւ այլն ոչ մեկ կյանքում աշխատում են չգնալ բանկերին դեմ։ Հիմա օրինակ ինչ է տեղի ունենում, բանկերը վարկեր են տվել բավականին չափ, սխալ վարկեր են տվել, սխալ բիզնես որոշումներ, բայց այդ վարկերը պետք է փակի պետությունը։ Նոթես բիզնես լսել եք, որ սխալ որոշումներ կայացնես, բայց պետությունը վերջը քո տեղը, բայց որ փողը աշխատում ես, դու աշխատում ես, բայց որ չես աշխատում, պետությունը կգա քո տեղը, ու պետությունը որն է մենք քաղաքացիներս։ Ու դրան ոչ մեկ դեմ չի կարող գնա, որովհետև կամայական քաղաքական գործիչ ուշ թե շուտ խնդիր է ունենալու բանկային համակարգի։ Այստեղ չի լինի, Ամերիկայում կլինի, մյուս տեղը կլինի, միջազգային փոխանցումներ, ու այդ առումով այդ բանկային կառույցները ամենաուժեղ ինտերնացիոնալ կառույցներից են, ու իրանք միշտ եղել են, ի սկզբանե ինքը եղել է, եթե պատմությունը նայեք, բոլորը այդ բանկերի շուրջ են։ Մի հատ արտահայտություն կա, մի հատ շատ հայտնի մարդ արել, որի դեմքը դոլարի վրա է նկարած, ինքը ասել է all wars are bank wars, բոլոր պատերազմները բանկերի պատերազմներ են, ու առանց չափազանցնելու, եթե հետ նայեք, տենց պատերազմ չի եղել, որը բանկերի շուրջ չի եղել, էլի ասենք, բացառվում է, այսինքն Նապոլեոնի պատերազմը երկու նույն բանկը Ռոթշիլդների երկու կողմն էլ ֆինանսավորում էր, իր հետաքրքրություններն էր, Հիտլերը եկավ, տարավ փագեց, որոշեց պետական բանկ եւ այլն, բոլոր մի հատ ես պատերազմ չեմ կարող ասեմ, այդ որ ասում են Ամերիկայի անկախացման պատերազմ, ինչից անկախացման, Անգլիայից ոնց անկախացման, Անգլիան իրենց համար գումարներ տպում, monetary բաններ ապահովում էլի, այսինքն ստրատեգիաները տպելը եւ այլն։ Տեղը իր ֆինանսներն են։ Մարդու պետության եւ բոլորի, այսինքն այո, կարաս նավթը վերահսկես, տենց էլ անում են, կարաս հավերին վերահսկես, տենց էլ են փորձում անեն, որ հավ չկարանաս, ասենք, Ամերիկայում, Անգլիայում, Շոտլանդիայում չկարանաս ինքդ հավ պահես եւ այլն, դա մանր հարցեր են։ Բայց այս թվային ֆինանսական ստրկությունը, սուվերենությունը, դա առաջնային հարցն է, որով
մի հատ sense արտահայտություն էլ կար Անգլիայի թագավորներից մեկի ժամանակով էլի հայտնի ձեզ բանկերների հետ կապված էր ասում տվեք ինձ դրամը հատելու հնարավորությունը ու իմ համար մեկա թե դուք թագավորը ով է ձեր մոտ հիմա ու տենց էլի հաճախ էր լինում եւ հիմա այս լույսի տակ եթե դիտորդները արդեն նայեն կհասկանան սա մարդկության պատմությունը հիմնականում դրա շուրջն է հիմա այս լոկալ սուվերենության ստրկության մասին հիմա նայենք մի քիչ ավելի գլոբալ հարցնել երևի էլի բոլորիդ հայտնի է պատերազմը սկսվեց Ռուսաստանի հետ ու Ռուսաստանի պես ուժեղ պետությունը ուղղակի չի կարող միջազգային փոխանցումներ անել խի որտեղ միջազգային փոխանցումների մի համակարգ կա ասենք SWIFT-ն է եւ կասեցվեց SWIFT-ը հիմա մինչեւ իրանք նոր համակարգ մշակեն շատ երկար տարիներ կանցնի ել չեմ ասում լոբինգը որ ոչ մեկ չկարողանա դա անել ասենք Չինաստանի հետ եւ այլն ընդ որում երբ որ Չինաստանի հետ սարքեն այդ համակարգը բա որ վաղն էլ այդ համակարգը փակվի ու հենց շատ մեծահարուստներ մեծ գումարներ հանեցին հենց կրիպտոյով Ռուսաստանից շատ կարողացան արագ կողմնորոշվել փրկության հասավ բիթքոյնը ես ինչ պատմեմ այդտեղ իրական մի կրիպտոյի շուրջն է հասկացողները ծեր հասկացել են չհասկացողը վերջում հեսա կբացատրենք ինչու՞մն է այո Ռուսաստանից կրիպտոն այդ վաղ ապացուցեց ու Ռուսաստանը այդ վաղ հասկացավ ինչ սխալ էր ինքը արել երբ որ ժամանակին ասել էր ինչ կրիպտո արգելում ենք իրանք արդեն որ 4-րդ տարին է նոր հասկացել են որ իրանք կրիպտոն պետք է 4-րդ տարին է չեն կարող այդ սենդբոքսը սարքեն որ տնտեսվարողներին սովորացնենք ոնց աշխատենք ժամանակին արած լինեին խնդիրները ընդհանրապես չէր լինի մենակ Ռուսաստանը չի Չինաստանի հետ մենք հիմա Հայաստանից ուզում ես Չինաստանից բան պատվիրես այդտեղ արանքում մեկը պետք է որոշի թույլատրի քեզ Չինաստանի հետ անես թե չէ անկախ նրանից որ պատերազմական հարց չի սանկցիայի տակ չեն եւ այլն նույն པարզ բանը, ասենք Շվեյցարիայից մեստեղ գումար են ուղարկում, մի հատ Շվեյցարիան պետք է որոշի թույլ տա, դա թույլ չտա, օքեյ, մի հատ մեստեղի հայկական բանկերը իրանց կեղտոտ թաթիկներով պետք է որոշեն թույլ տան չտան, ինչ հիմար թղթեր ասած կարան պահանջեն, վերջում դեպքին հետո մի հատ միջնորդ բանկն է, ասենք Վրաստանում մի հատ գիվի է նստած ու ինքը որոշում է, որ ասենք այդ բիզնեսը չպետք է գումար ստանա, ասում է արգելում եմ վերջ այո նման խնդիրների առաջ շատ ենք կանգնել ու այս առումով ես եմ շատ կանգնել այս առումով պետության սուվերենություն ասելը կատարյալ դատարկ խոսքեր են կամայական բան եթե հիմա Հայաստանին բանկային համակարգից ընդհանրապես կդրեն միջազգային մենք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու պետք է նայենք ասենք չգիտեմ քանի տոկոսն է որ ցամաքային ճանապարհով չի Հայաստանը կարող փագենք գնանք ուրիշով մեկ բացենք հա այդ վիճակներն է այդ առումով պետական սուվերենությունը ոչ մեկ էլ չունի համարյա ճիշտ է չեն փագում բայց քեզ անդադ վախացնում են քեզ ասում են այ պետքա եւս մի 4 միլիարդի տրանշ վերցնի քո երկիրը որ լավ լինի այ պետքա Արցախ հանձնես որ լավ լինի այ պետքա եթե ինչ որ մեկին թվում է թե տենց չի լինում այ տենց այդ ճնշումները որի արդյունքում դու Սյունիք ես տալի մյուսն ես տալի լինում է տենց ուժերի կողմից, բանկերի կողմից, բանկն է, չգիտեմ, միջազգային մեդիան է, երրորդը, չորրորդը, Սորոսի ֆոնդը եւ այլն, ասես մի 10 բաների ճնշումների արդյունքում դու գալիս ես ինչ որ աղանդներ այնտեղ կան, չգիտեմ։ Այդ ամեն ինչի արդյունքում գալիս ես դրան։ Հիմա այդ բանկին ամենածանր կշիռն է այդտեղ, ամենածանր, որովհետեւ դաժե եթե դու զենք էլ մատակարար գտնես, եթե փոխանցումը չես կարող անես, եթե հարևանը չի, բարտեր չի, էլի ամեն դեպքում սուվերենության մասին խոսք գնալ չի կարա։ Այս ամեն ինչը մեր մոտ չի մենակ սաղ աշխարհում է, սա պատմության մեջ փորձել են սրան լուծում գտնել ու պատմության մեջ առաջին անգամ այս սուվերենության հարցի լուծում տրվել է ու ապացուցվել է, որ աշխատում է, որն է դա Էլ Սալվադորը։ Չէ, խնդրի լուծումը որն է, ոչ թե երկիրը։ Այս սուվերենությունը մի հուշի, հələ թող օպերատորները ասեն։ Դեմքով ասում են, որ բիթքոինն է։ Համաձայն եմ ես հետ։ Առաջին անգամ այս խնդիրը լուծում ստացել բիթքոինով։ Բիթքոինը ապացուցել է, ինչ ունենք մենք այս պահին բիթքոինով, ինչ ունենք։ Ունենք, որ միջազգային փոխանցումները արդեն կարողանում են անել առանց խնդիր, առանց trust-ի խնդիր։ Տեսեք, այդ բանկերի հարցը որն է Չինաստանը, ասենք, ուղարկում Ուրուգվային, ինքը ոչ մի ձև վստահություն չունի, չէ, որ տեղ կհասնի այդ միջանկյալ բանկերը եւ այլն իրանք վստահության խնդիրն են լուծում։ Հիմա արդեն այդ խնդիրը կամ պետքա ոսկի տաներ, որ մարդը վստահում ասա ոսկի ահա, տոննայով ոսկին տանեին բերեին, կամ պետքա սալդոն առևտրային փակվեր ինչ որ
գումարներով, շաբաթվա վերջ, ամսվա վերջ վստահում են իրար, որ այդ տարբերությունը վերջ իրար կփոխհատուցեն, էլի։ Իրական ոսկի չի գնում գալիս, տարբերությունն է գնում գալիս։ Գիտես, մենք չենք փորձում ապացուցել, որ Bitcoin-ը հաղթել է, Bitcoin-ը հաղթել է, մենք ուղղակի պատմում ենք, որ Bitcoin-ը հաղթել է։ Այո, հաղթելա ցույց տվեց, որ միջազգային փոխանցումներ կարող լինեն ու ոչ մեկին չպետք է դրանով է իր Bitcoin-ը trustless է։ Այսինքն միջպետական հարցերում ու ոչ մեկի չի կարող միան ստոպ տա ու ոչ մեկին չպետք է հարցնես։ Էլ չկա այն հարցը, որ այս պետությունը սրա այդ լավ է, լավ չի, վաղը ինչ կլինի, նոր համակարգեր ստեղծենք։ Կա մի հատ բան, ոնց որ ոսկին էր։ Ոսկու trust-ը ինչու՞ն է, եթե դու թղթադրամ ես տալիս ինչ-որ մեկին, ինքը պետք է վստահի հələ, որ այդ թղթադրամի դիմաց դու իրան մի օր ինչ-որ ծառայություն կամ ապրանք կմատուցես։ Պատկերացնում եք, ասենք հին Հռոմում գնաց, ասես մի հատ տերևա, բայց այս տերևը, որ գնաս բան Հունաստան, քեզ հաստատ խոսք են տալի, որ տեղը հաց կտան, չի աշխատի, պետք է ինչ-որ վստահել բան, ոսկին է միշտ եղել, որտեղ ոսկին սահմանափակ քանակով դժվար ռեսուրսներ պետք է ծախսես, որ իրեն ստանաս։ Աշխարհի բոլոր տեղերում գրեթե նույն տիպի ռեսուրսներ պետք է անես, որ անես, ոնց որ ձեզ ոչ ման չի հիշացնում, էսի նույն Bitcoin-ի պատմությունն է թվային ոսկի է դրա համար, որտեղ ինքը էլի սահմանափակ, նույն դժվարությամբ է, ոչ մեկ չի տիրապետում ամեն ինչին, չի կարա թազա տպի եւ այլն։ Միջվերնամխելի է։ Հա, պլյուս ավել բաներ, քան ինչ որ ոսկին չուներ, ոնց որ դե օնլայն կարասանես։ Տեղափոխության հեշտություն։ Միջազգային սուվերենության հարցը ընդհանուր առմամբ կարելի ասել լուծված է, մեր պետությունը տեսականորեն միշտ էլ կարա հանգիստ առևտուրանի այլ պետությունների հետ, քանի դեռ մենք չենք պարկել եվրոպական ստրկատիրական համակարգի տակ։ Նույն բանը վերաբերվում է անհատներին։ Հիմա ինչքան ուզում ա ձեզ փորձեն համակարգից դուրս գցեն, դուք միշտ կարող ունենաք ձեր Bitcoin-ը, ինչքան ուզում ա գան ձեր տնից փորձեն խլել ձեր ոսկիները, տեսականորեն միշտ կարող դուք ձեր կրիպտոարժույթը հենց պահեք, որ ձեզ չկանա խլեն։ Տարբեր հիմար պատճառներով։ Օրինակ եղել է չէ պատմության մեջ, որ ոսկին մարդկանցից խլել են առանց պատճառ, ուղղակի եկել են ասել են մեծ դեպրեսիա, չգիտեմ բան, պետքա ոսկին տակ ու վերջ։ Էլ չեն ասել հարկերից ես խուսափել, չեն ասել ինչ որ բաներ։ Միշտ կարան քեզնից բան խլեն։ Հիմա էլ արդեն չեն կարա, եթե ինչ որ մարդը նախորդ վիդեոները չի լսել, չի պատկերացնում, տեսականորեն այո, եթե պահես ինչ որ մի հատ exchange-ում կարան այդ exchange-ից վերցնեն, բայց գործնականում կան լավ տարբերակներ, որ երբեք քեզնից, օրինակ կոչվում է ամենալավը brain wallet, քո ուղեղի մեջ ես ինչ որ ինֆորմացիա պահում, всё, քո ուղեղի մեջ էլ ոչ մի ուրիշ տեղ չկա, հետո կարաս այդ ինֆորմացիայով քո bitcoin-ները միշտ ստանաս։ Այսինքն մարդն էլ սուվերեն էակա դառնում, կարողանում է ուղարկել, ստանալ, ինչպես նաև բարելավել իր կյանքի որակը, պահելով ոսկու տիպ բան, որ իր արժեքով աճում է։ Իհարկե կարա ինքը տատանվի, բայց տեսականորեն մի բան, որ ոսկու պես է ու ոսկուց լավ է, ինքը պետքա որ միշտ աճի։ Այստեղ իհարկե միշտ ասում են դե դա շոշափելի չի, անհասկանալի է բան, միշտ պետք է հասկանալ, որ կամ բան այս աշխարհում արժեք ունի, քանի դեռ իր համար պատրաստ են վճարել։ Հիմա շոշափելի չի, ասենք որ ոսկին շոշափելի է, վաղը աստերոիդը գա, որին անվերջ քանակությամբ ոսկի ինքը դառնում է անիմաստ։ Եթե գնում ես մի հատ կղզի, որտեղ ուտելիքի պակաս է, այդ ոսկիդ ոչ մի բան չարժի եւ այլն, այս տրամաբանությամբ ոնց որ պետք է հասկանալ արժեքը։ Դա բազմիցս եթերների ժամանակ ապացուցել ենք իր արժեքը, ապակենտրոնացումը։ Էդ է, այսինքն սուվերեն էակն էլ է կարող իր սուվերենությունը հետ ստանալ այդ առումով։ Միակ բանը, որ իր դեմ կարան առնեն, էլի պարկասնեն Եվրոպայի տակ եւ ասեն, այս երկրում մի առևտուր արեք սան, այսինքն դու այդ գործածելի չլինի քո համար, ու բայց որպեսզի դա աշխատի ամբողջական գուլակ լինի, դու պետք է չկարողանաս նաև գնաս աշխարհի ոչ մի երկրում այդ առևտուրը անես, այսինքն պետք է բոլորում անեն, հակառակ դեպքում դու պրոստը կգնաս Սալվադոր, բիտքոյններդ հետը ոչ մեկ չի տեսնում, հետը չի, քո ուղեղի մեջ են, ու Սալվադորում բավականին հարուստ մարդ կլինես, քեզ չեն կարա բան անեն։ Իրականում բիտքոյնով հարուստները թեկուս Հայաստանում օրենքը ընդունելուց հետո մենք ոչ մեկս չենք հրաժարվելու բիտքոյնից, ճիշտը խոսենք։ Կգնանք այլ երկրներ, ունկնդիրները չգիտեն ինչ օրենք է։ Հիմա կանդրադառնանք այդ օրենքին, կգնանք այլ երկրներ, կօգտագործենք կշահի ով այլ երկրները մեր միջոցների շրջանառությունից։ Կտուժի ով մեր պետությունը իրականում։ Մենք մերը կանենք, ճիշտը խոսենք։ Հիմա Արտեմ ջան, խոսենք միգուցե նրա մասին, թե այս կարգավորումները մեզ վնասում են, արդեն խոսել ենք, թե Էդուարդի հետ, հա, թե Անահիտի հետ բազմիցս խոսել ենք, ոնց են վնասում, ինչ կարող էր լինել, բայց միգուցե ինֆորմացիայի պակաս ունեն, ամեն դեպքում կարծում եմ մեր պետությունում այդ գրագիտությունը պակասը կա։
Համաձայն ես, որ կա ինֆորմացիայի պակասը, չնայած որ վեբ համայնքը բազմաթիվ միջոցներով փորձում է ինֆորմացվել, թե անվճար սեմինարների տեսքով կլինի, ինֆորմացիայի տեսքով, թե ոդկասթերի տեսքով կլինի, տարբեր ալիքներով տեսնում եմ, որ ջանք չես խնայում, որպեսզի հանրությանը տեղեկացնես, ինֆորմացվես։ Ինչ կարանք մենք փոխենք, ինչ խորհուրդ տանք, ինչ ինֆորմացիա կտաս, խորհուրդ, որպեսզի պետությունը չտուժի, սկսենք այդտեղից։ Առաջինը նախ խորհուրդ կտամ ձեր ունկնդիրներին Crypto Armenia, Web3 Armenia այդ խմբերում լինել, ինչպես նաև Binance Armenia, ինչու՞ չէ։ Այդտեղ արենք մենք բաժանորդագրվում ենք Web3 Armenia ալիքը եւ Crypto Armenia ալիքը։ Որում բաժանորդագրվում եք ոչ թե այն բանից հետո որ փողերը կորցրել եք կամ սխալ տեղ եք ներդրել, մտնում հարցում եք էսի հետ չեմ կարասանում, այլ նախորդ մտնում եք հարցում եք այսօր էս Gazprom-ի ակցիաները տարեկան 1000% բանով եկամտաբերությամբ պետք է առնեմ թե չէ, այնտեղ ձեզ համայնքում լիքը մարդիկ կպատասխանեն, էլի, մի հատ ավելի լավ է մի հատ հարցնեք, նոր տես բաներ անեք։ Ինչ վերաբերում է օրենքին, այո, օրենքը լսել եք, բայց հիմա մի երկու նենց այդ լոլոն նախորդ պատմեցի սուվերենության, որ մի քիչ ավելի լավ պատկերացնենք։ Ուրեմն սա էս տանում իդեպ այդ ունկնդիրները ձեր այս մեր առաջին ինտերվյուներից էր չեմ ասի որտեղով էր փորձեց հարցրեց ինչ է մի հատ բացատրել նոր ենք պոպուլարիզացնում թեման բացատրեցի վերջում ասում հարգելի ունկնդիրներ այսօր մեր հյուրն է Bitcoin ծրագրի ստեղծող Արտյոմ շատ ուժեղ է հա նա էստել ջան իսկ դու իմ Crypto King-ից ես նեղվում տեսնում ես Էդուարդը պատմել է, օրինակ Էդուարդը շատ լավ գիտի exchange-ների տեսանկյունից ոնց է լինում։ Արամը Airswap-ի օրինակ կար ասի դες ինչքան վատ է օրենքը բաների համար, ստարտափների համար Web3 ես կարամ տարբեր բաներից ասեմ, բայց ամենակարևորը որ ուզում եմ հասկանաք, որ սա ընդհանրապես մի հատ падգամավորի սխալ որոշում չի։ Սա ընդհանրապես մի երկու հատ խղճուկ բանկերի լոբինգ չի, որ մի քիչ փող շատ աշխատեն։ Սա շատ մեծ պատկերի մի puzzle-ն է, որը կոչվում է մեզ սուվերենությունից զրկել։ Ինչու՞մն է իրավիճակը հիմա։ Նայեք, ունենք այդ բանկային համակարգը։ Ինքը sense մի հատ գիծ է, որտեղ գնում է։ Նախկինում ինչ ուզում էիր անել, կամ պետք է անել կանխիկով, կամ պետք է վերջում գար բանկային համակարգ։ Ու այդ բանկային համակարգը մասնավոր էր։ Այսինքն հենց այս ներքևի շերտից թռնում ես վերևի շերտ, ընկնում ես իրանց ձեռքը։ Okay, ես իմ պաղպաղակը չեմ առնի բանկով, բայց հետո դու ունես միջազգային փոխանցման խնդիր, որ ստիպված ընկնում ես իրանց ձեռքը, որտեղ իրանք քո հետ վարվում են, ոնց ուզում են, լավ, մի քիչ համակերպվում ես։ Հետո կամաց իրանք լոբինգ են անում բոլոր երկրներում, որ եկեք գնանք այդ cashless տարբերակին, որ դու ընկնես իրանց ձեռքը։ Իդեպ շատ եվրոպական երկրներ հիմա հետ են նայում այդ cashless տարբերակը, որտեղ իրոքից շատ վատ էր էլի։ Հիմա որպեսզի դա վերջնական բան լինի, պետք է ընդհանրապես cash-ը չլինի, որպեսզի վերջնական տիրանան ձեր մարմնին։ Կրիպտոն էս սա խաղաքարերը խառնում է։ Շատ հաճախ ասում են CIA-ի սարքածնա, CERO-ի սարքածնա, իրանց սարքածնա, ոնց թողեցին։ Այս Bitcoin-ից ավելի վնաս այս master plan-ին ընդհանրապես հնարավոր չէր մտածել, որտեվ ալտերնատիվ է տալիս։ Ու այդ ալտերնատիվը երրորդ լեերն է, որ իր լեերով ապրում է։ Հիմա ինչ կարան անեն պետությունները։ Կարան այդ երրորդ լեերը ընդհանրապես արգելեն, ոնց որ Չինաստանն ու Հյուսիսային Կորեան։ Կարան այդ երրորդ լեերը բերեն սարքեն լրիվ օրինական լեեր, շերտ, ոնց որ այլ Էլ Սալվադորը։ Ասում է Bitcoin-ով եկել ես հաց ես ուզում առնես, առ ինչ տարբերություն մեր համար, շատ լավ։ Հիմա որպեսզի այդ շերտից կրիպտոյի մարդիկ ազատություն չունենան ինչ որ բան անելու, իրանց ասում են պետք է այդ շերտից անպայման անցումը լինի դեպի բանկային համակարգ, որտեղ կրկին անգամ կորոշեն իրավունք ունեիր, չունեիր, աղքատ ընտանիքից ես որտեղից քեզ այդքան փող կրիպտո են պահել ժամանակին, դա մեր համար պատճառ չի։ Սի փողերի լվացումը վերցրու գնա եւ այլն։ Այսինքն սրա այս ձևի մի հատ օրենք բերելու իմաստը նրանումն է, որպեսզի վերջնական մարդկանց զրկես այդ սուվերենությունից եւ այդ ուժը տաս բանի բանկերի ձեռը նույնը փորձելու են անցկացնեն միջպետական սուվերենությունից զրկեն էլի նույն մեխանիզմներով ու այդ մեխանիզմների փորձը արվել է Եվրոպայում առաջինը կոչվում է MiCA regulation ընդ որում այդ MiCA regulation-ը նոր է դե
ստիպվում Եվրոպայի վրա դեռ բարձ չի եվրոպացիք դրա դեմ կընդվզեն չեն ընդվզի կաշխատի չի աշխատի ինքը ծայրահեղ վատն արդեն մեծ ստարտափները դուրս են գալիս ընդդեղից որտեղ անհնար է դրա տակ աշխատել այսինքն այն ինչի համար ինքը ստեղծվել է ճնշի հեռացնի աշխատումը եւ մերպես պապուաս երկրներին ստիպում են իրանց վերցնել այսինքն բոլոր ստրուկ երկրներին ովքեր պետքա ենթարկվեն իրանց բանկային կամքին ստիպում են վերցնել ասելով որ սա լավ կարգավորում է սա սաղ աշխարհով պետքա տարածենք այսինքն հարցը այդ հարկեր վճարելու մասին չի հարցը ինչ որ փաստաթղթեր տրամադրելու մասին չի անգամ հարցը նրա մեջ չի որ գումարներ են մեր քաղաքացիները կորցնելու հարցը նրանն է որպեսզի իրանք կրկին անգամ կարողանան որոշեն որ երկիր պետքա ոնց կառավարվի օրինակ մի հատ պարզ օրինակ վերցնենք հիմա եթե ուզենա ինչ որ մեկը 4 միլիարդ դոլար Հայաստան ներդնի ինչ է կարծում ինքը կարողանալու է դա անի միջազգային բանկային համակարգը չի անի ամերիկան անգամ տենց օրենքներ ունի որտեղ մեծ հետաքրքրությունը դնելու արդեն չեն էլ թողում չէ հələ ես տեսականում եմ ասենք ունես մի հատ մեծ հայ բարերար այն որ ասում են այսքան էս քրքր քորեանը չգիտեմ մյուսը խի չեն տենց մեծ թվերը վերում իրանք չեն կարող ուղղակի այդ բանկային միջազգային համակարգն է որոշում որտեղ ինչ պետքա լինի դա ուղղակի անհնար է եթե հիմա հնարավորություն կա օրինակ մեծ գումարներ դել Հայաստան ներդնել կրիպտո, որը որ անում էին, շատ մեծ չէ, բայց անում էին Ռուսաստանի գործընկերները, Իրանից, մեր Ամերիկա հայ բարեկամները, բոլորը անում էին։ Հիմա արդեն այդ նոր օրենքով դե վերջում չես կարող, պետքա ծագման աղբյուր ստուգեն, բանկերով գնա նորից, որը էլ իրանք կորոշեն թողում են, թե չեն թողում։ Ու այս ամեն ինչը արդարացվում ավելի լավ փողերի լվացման դեմ բանից, նայեք ամենապարզ ձևով նայենք ինչի էդի այդտենց չի։ Բոլոր կրիպտոարժույթները 4 տրիլիոն դոլարն էլ կոպեկ առ կոպեկ իրանք իրականում անվերահսկելի են ոչ մի ձև այդ ցակման աղբյուրը ճիշտ չես կա ցույց տաս ինքը սուբյեկտիվ բան է նույն ցակման աղբյուրը կարա ցույց տա Ջեմինի եղբայրները ինչ որ մի հատ տերորիստն էլ կարա մոտավորապես նույն խոճուճ էդի շատ բարդ հարց է իհարկե անդադ ասում են ծրագրեր ունենք բան այդ տենց չի էդի լկտի սուտ է այդ բոլոր փողերն էլ կամ պետք է ասես իրանք անվերահսկելի են սկամեն ինչ որ բոլորը սկզբից ասում էին կամ պետք է ընդունես որ իրանք մաքուր են ու ասենք տերորիստին գնահատես իր տերորիստ լինելով ոչ թե այդ ունեցած կրիպտոյով այսինքն տեսականորեն պետությունները կամ ներս են թողելու այդ մեծ փողերը իրանց պետություն կամ չեն թողելու հիմա ինչ է անում ամերիկան ասում է բոլորը բերենք ստեղ ինչ է անում Դուբայը ասում է բոլորը բերեք ստեղ ասենք տուն ես առնում բնական ես անում կարաս կրիպտով առնես պետք չի ուղարկել էդի բանկի տոկոսներ տալ հարցեր տալ եւ այլն երբ որ որտեվ sense խնդիր կա էմիրությունների պես ուժեղ երկիրներ երբ որ ասում է այ կրիպտոն թույլ եմ տալիս SSS իրան սերի զոնա են գցում միջազգային բանկային համակարգը այսինքն դաժե իրանք տենց խնդիրներ կան ունենան բանկերի հետ էլի ամեն ինչ չի որ կարող անեն դրա համար իրանք գտնում են կոմպրոմիսներ օրինակ ասում է մարդ ես եկել ես իմ մոտ տուն ես առնում կրիպտոյով առ այդ բանկային համակարգներում չի երևա հետեւաբար չես ընկնի այդ սանկցիաների բաների տակ իսկ թե տերորիստը տերորիստ չէ մեզ պետությունը կորոշի ոչ թե առանձին բանկում նստած մի հատ ինչ որ աղջնակ եւ ինչ որ մի հատ չաղ ու տհաճ բանկեր նստած Անգլիայում ասենք թե հիմա փոքր թույլ երկրներին ստրկացնելու են տանելու են այդ ճանապարհով ենթարկվի այս մեր կարգավորումը վերցրու ուժերներն էլ վերցնելու են բոլոր փողերը գնալու է իրանց այդ օրենքի կարգավորումը որ բերել են հիմա այս հաղորդումը որ հելի հավանաբար արդեն երկրորդ ընթերցման բանցկացրած կլինեն բանկային լոբինգի տակ կարողացան մեզ մեր թվային սուվերենությունից զրկեն ու երբ որ ասում եմ թվային սուվերենություն լսի մենակ ֆինանսների սուվերենություն չի ես մենք այսքան ֆինանսներից ենք խոսում Web3-ը դի մի հատ մեծ պակետ է, որը ոչ միայն ֆինանսների մասին է, այլ նաև ինֆորմացիայի, ով ինչ իրավունք ունի խոսա, ով ինչ իրավունք ունի հրապարակի եւ այլն, քո մյուս հաղորդումներին դա ավելի մանրամասն խոսանք, բայց այս օրենքի տեսանկյունից այո, վերջնական իր բոլոր կետերը ոչ մի այլ կերպ չի լինում բացատրել, քան ասենք սուվերենությունից զրկելը, որտեվ կարելի է, եթե ինչ որ մեկ ասում է փողերի լվացման դեմ պայքար, կա նաև սինգապուրյան օրենք, խի հետ չենք վերցնում այսքան ինչ Սինգապուրը փողերի դեմ փողերի լվացման դեմ չի պայքարում կամ տերորիստների դեմ կամ կա նման բացասական վիճակագրություն, որ Էլ Սալվադորում կամ Սինգապուրում կամ Դուբայում զարգացել է փողերի լվացումը, դրա պատճառով կամ տերորիզմն է զարգացել։ Կա վիճակագրություն, որ չի զարգացել ու ամեն ինչ լավ է, Էլ Սալվադորում էլ չեմ ասում, Էլ Սալվադորը ավելի ապահով այդ հեմիսֆերայի ամենաապահով վայրն է։ Իսկ կան այլ միջոցներ այդ ամեն ինչը սանձահարելու։ Ասեմ ավելին, այս միջոցը դեռ փորձարկացել չի, ունեցել չի, որ սանձահարելու համար ակնհայտ երևում է, որ ինչ կապ ուներ ձեր բանկ տանելը տերորիզմի դեմ պայքարի հետ։ Այդ նույն բանը կարա
ստուգումը կարող անի այլ մարմին ենթադրենք, լավ, երբ որ ինչ-որ մեկը կոմոդ 10 միլիարդ դոլարի բանա տղյակ ասարքում, դու գիտես ինքը ով է, իրան կարած հարցնես, իրան կարած ձերբակալես եւ այլն։ Բանկով է տանելը, թողել բանկի հայեցողության վրա, դա ոչ մի հարց չի լուծում, էլի։ Ոչ մի քրիտիկայի, էսի չենթարկվող բանա, ընդհանուր գաղտնիք էլ չկա։ Իրանց top priority-ն են համարում, իրանց top ուղղությունն են համարում այս ոլորտը, դե սկզբից փորձեցին օրենքով սահմանափակելով, մարդկանց բան տանելով, այլ տարբերակներով պայքարել, բայց չի լինում։ Մյուս տարբերակը այնա, որ ցիվիլ ասել, որ նայեք, լավ կարգավորումներ ա ձեր երկրում, ինչքան հնարավոր է ուժը վերցնեն իրանց ձեռը, ու կարող է թվալ, թե ոնց կարանք մենք մեր սուվերենությունը ասենց հանձնենք, բայց կրիպտոն հələ մոռացեք, ոնց ենք ասենց լավնը մեր պետության հարցերը տվել բանկերների ձեռքը։ Ընդ որում նենց որ տակից ոչ մի ձև չեն կարող դուրս գանք, արդեն մեր երկիրը 10 քանի միլիարդ դոլարի վարկ ունի, անհնարահետիվ հագել, երբ ուզեն ինչ կուզեն կխլեն մեր երկրի ձեռից, ասենք ինչ որ հանքեր եւ այլն, ու երբ ուզեն մեր պետության ներսում կարող են մեզ ասեն Իրանի քաղաքացիներին մի սպասարկի։ Մեր պետության ներսում, չեմ ասում, միջազգային փոխանցում լավ իրանց բանկով է գնում, մեր պետության ներսում կարող ասեն Իրանի քաղաքացուն մի սպասարկի, ուր մնաց սուվերենությունը, ուր մնաց, ու այս ամեն ինչը կարողացել են անել նույն մոդելով, նույն ձևերով փորձելու են անել ու անելու են, քանի որ օրինակ հենց հիմա կարողացան մեր ազգային ժողովի падգամավորներին, մեր նախարարներին, բոլորին համոզել, ստիպել, պարտադրել, խաբել եւ անցկացնել մի օրենք, որը ընդհանրապես չի կարող բխի կամայական պետության շահերին, ինչպես նաև քաղաքացիների շահերին։ Գլխավոր խնդիրը ընդհանուր առմամբ մարդկության վերջին հույսը չստրկանալու, սուվերենությունից չզրկվելու, էսա, որտեվ CBDC-ներից են հիմա շատ խոսում, բայց մինչև CBDC-ն էլ Central Bank Digital Currency, եթե չեք դարձել այս թեմային, մինչև CBDC-ն էլ բայց sense հարց կա, որ մարդկանց տանում են social credit-ների բանով, օրինակ Չինաստանում, եթե ծխախոտ գցեցիր փողոցում, նայում է հաշվում է AI-ով social credit-ները, ինչ ասում է, չես կարողանա ինչ-որ ռեստորաններ մտնել, ինչ-որ պարկովկաներում ավտոդ կանգնացնել եւ այլն։ Ու թվում է թե հետաքրքիր բան է մարդկանց տիպես լավ, բայց դա բերում է թվային գուլագին էլի, որտեղ օրինակ Ամերիկայում social credit-ները sense էր դու եթե քո օֆիսում չես վերցնում transvestite save այդ քո օֆիսը վատնա արդեն credit-ները իջնում է եթե դու երբևիցե post ես արել ընդդեմ LGBTQIA+ տարերի այդ բան շարքին այսինքն այդ social credit-ը տանում են շատ վատ տեղ ու այդ social credit-ը ուղղակիորեն կապված էր on-line փողին եթե մինչև այդ cash-ով կարայր գնայր բուտկայից հացարներ որ չմեռներ հիմա այդ կապած է փողերից փողերը կարող է սառասնեն չկանաս ծախսես գրաֆիկով որոշեն ինչ ես ծախսելու դեղերի եւ այլն դրան էին տանում ու դրա կրկին փրկությունը մեր այլ տարբերակ չկա դու անգամ չես կարողանա падգամավոր ընտրես որտեվ ընտրություններն են չեղարկում ոնց որ հիմա Եվրոպայում շատ հաճախ լինում է այլ ընտրությունները նորմալ չեղարկում են այդ ամեն ինչի տակից մի հատ ցիկլ էր որից դուրս գալ չէր լինելու իսկ հիմա մեզ մեր սուվերենությունը հետ են տալիս բնականաբար դրա վրա պետք է պայքարեն ոնց մերպես երկրներում գտնում են պապուասների լիդերներին չերեզում կարան լոբինգ անեն ստիպենդ օրենքը անցկացնեն։ Ցավոք սրտի մեր բանը շատ փոքր է, համայնքը, ասենք 10000 հոգի, թող լինի 100,000 հոգի օգտատեր, երբ որ դառնանք 1 միլիոն օգտատեր մարդիկ հասկանային ինչ էին անում, հնարավոր է սրա դեմ առնեին, բայց հիմա որ քիչ ենք, արագ փորձել են ոնց որ ընկերս ասում հիվանդի հարցերը տեղաշարժում պետք է լուծես։ Արտեմ ջան, քո հետ անverջ կարելի է խոսել, քեզ անverջ կարելի է լսել, քեզնից անverջ կարելի է տեղեկացվել, բայց մեր հաղորդումը ունի իր սահմանափակ ժամանակը, նորից հիշեցնեմ նախ դիտորդներ ջան, սեղմում ենք զանգակին, որպեսզի կրիպտո ինդուստրիայի հետ կապված ոչ մի նորությունից, ոչ մի ինֆորմացիայից ետ չմնանք, բաժանորդագրվում ենք նորից ալիքները ցույց եմ տալի կրիպտո Armenia ալիքն է եւ Web3 Armenia ալիքն է, որտեղ անձամբ կարող եք ձեր հարցերը նույնիսկ Արտեմին ուղղել, այնտեղ շատ կիսվում են փորձով, խորհուրդներով, ինֆորմացիայով եւ լինեք նաեւ ալիքներից տեղեկացված ամեն ինչով կարողանում ենք օգնում ենք խորհուրդներ, նյութեր եք տալիս, որ ավելի տեղեկացված լինել։ Արտեմ ջան, անչափ շնորհակալ եմ, անկեղծ ասած դիտորդներս բոլոր ոդքասթերից տակ քեզ պահանջում էին։
այնպես որ այսօր եւ եսի մուրազին հասա եւ իրենք հասան իրենց մուրազին, գրեք ձեր հարցերը, կոմենտներում գրեք ում կուզենաք ցանկանաք հյուր տեսնել եւ ինչ թեմաներ կա ավելի խորքային, ինչ թեմաներ են հետաքրքիր այս ոլորտում, որ կուզեք ավելի շատ շոշափել։ Արտեմ ջան, շնորհակալ ենք, բայց ես ձայնագրել եմ։ Ինչը, որ խոստացել եմ, որ կգանք, էլի անպայման կգամ հետաքրքիր ավելի խորքային ու պոզիտիվ ինչ որ վեբիրեկական թեմաներից կխոսանք, տեխնոլոգիական ավելի շատ, տեխնիկական մասը հետաքրքիր։ Անպայման պարտադիր սովորեք Bitcoin, մի տրվեք խապկանքների, ինվեստիցիաների առումով, լսեք Stelline, իսկ բանկերներին մենք խոստանում ենք բոլորին հատ-հատ, ովքեր իրենց մատը խառն ա եղել այս գործընթացին, չենք մոռանալու։ Այնպես որ հետևեք, շատ հետաքրքիր իրադարձություններ ա սպասվում, թեժանում են թեմաները, ավելի հետաքրքրանում են, հետևում ենք, զանգակ կոճակը սեղմում ենք, Արտեմ ջան, շնորհակալ եմ։ Այս ինչ արեցիր։ Ստացվեց։ Ուշիրեմ դեբիլ է, դժվար մի բան հասկանալ։ Ով իրանք։ Բանկերները։ Բայց խել դեբիլ ծայրայ խելացի ինչ ուզում հետներս ամեն Դե ուշի հայ է, դա։